Հայաստանի դեֆակտո վարչապետը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրում էր հայտնի հռչակագիրը, ինչպես նաև հայտարարվում էր հայ-ամերիկյան հայտնի փոխըմբռնման հուշագրերի ստորագրման մասին, 2 ամիս անց Շարմ էլ-Շեյխում ստիպված է հիշեցնել ԱՄՆ նախագահին, թե ով է ինքը և որ երկիրն է ներկայացնում այդտեղ։ Սա լավագույնս բնորոշում է, թե ինչ արժեք ունի Հայաստանը օգոստոսի 8-ի այդ իրադարձության համատեքստում և իրականում ինչ արժեքով են այն փորձում Հայաստանի Հանրության վրա վաճառել իշխանությունն ու դրա զանազան արբանյակները։ ԱՄՆ նախագահը երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ նկատելով Ադրբեջանի նախագահին կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը։ Where's your compatriot here? Where's Arias? You two guys are still getting along, right? They fought for 32 years. In about 1 hour, we settled it, right? And they like each other now, too. It's good. That's great. I think it's great. Լրատվամիջոցները ֆիքսել են պահը, երբ Փաշինյանը բեմում ելույթ ունեցող Թրամփին դիմում է «պարոն նախագահ» կոչով, փորձելով գրավել նրա ուշադրությունը։ Թրամփը կարճ արձագանքում է, հրավիրելով մոտենալ, ապա շարունակել է իր խոսքը։ Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահին, թե ով է ինքը, ապա շնորհակալություն հայտնում նրան թերևս Վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոյի հետ, կիսատ թողնելով Փաշինյանի հետ զրույցը։